կողմը Սերժը անցք է բացել տրակտորի հետևով մի քիչ հանգստանամ հոգնից երեխեք։ Հոգնեցի։ Կյանքում։ Մամա։ Ուրա, շուշիկ է։ Ես պարանին թրենիշ կնի որ։ Պան կեղտոտ է չիշ Հա։ Բերում եմ, որ ես բերում են լեկը, սպասի ուղիլը։ Չէ, մի գերես կա։ Ենքան հարմար, այսօր բաց էի թողել, մի ռապ է, բաստողի ճանջերը մտան։ Չէ, սիրուն եղավ, ամ, թեկուս թողտես բարձր ելնի, ոչ ինչ հիմա, հա, ինչ անում։ Ինչ է։ Ուրմից չի գա չկային։ Ոչինչ այ մարդ։ Զատո սիրուն է։ Էնի հաստ քոտերն է մնացել։ Հեսա Դավիթը որ կգա, մամա, մյուս շաբաթ, կասեմ Դավիթ ջան, կասեմ փոցխովիչից այդ էլ կտրենք, ինքը բոյով է, էլի ամեն դեպքում հա։ Ինքը կիչաստի դու կկտրի, ես կկտրեմ։ Հա, դա բարակ ճյուղեր են արդեն, գիտես Հա։ Սիրունացավ շատ, հա։ Շատ։ Նստում եմ, Գիտես ինչ մամ, դաժե մտածում եմ։ Մամ, իսկ եթե սենց Դավիթին ասենք ինքը բոյով է, թխոնսոնոզով սենց ժժժ կտրի, մամ։ Ուրա։ Թխոնսոնոզով են, սղոցով էլեկտրակը։ Ապրես, հա։ Դրուժբա, մենք արդեն հիմնական լարի։ Ավելի քոքից են խշտացնի։ Խշտասնի, հա։ Ցածրացնի։ Մամ, մեկը գնային էլ խշտսնի։ Որը։ Են Թուզը, թուղանի, հա։ Մեկ էլ էս վերևին դեք ասենք կտրի։ Էսի սիմետրիկ լինի։ Հա։ Էդի մենք է կարանք անենք։ Բերով, ես գնամ։ Գիլաստ է կարելի մի քիչ կտրել, վիշնյան է կտրել մի քիչ։ Վիշյան հիմա չի կարելի։ Հա։ Ժողովուրդ ջան, ահա որ հոգնեցի։ Ես այս աշխատանքից հետո ֆրանսիացիք ասում են tu vas payer։ Դու կվճարես սրա համար, հիմա իննը ես կվճարեմ սրա համար։ Դրա համար ես գիտեք ինչ կանեմ այսօր։ Ես այսօր կգնամ ամենչապես եւ ձեր ուսերից հեսա գնամ հակա բորբոքային կսեմ արագ ձևով, որպեսզի ինքը ցավը առաջ չգա։ Դրա համար մի քիչ հանգստանամ, ուզում եմ այս կողմը ամբողջությամբ ավարտեմ, մնաց այս մի ծառը ու այս 1, 2, 3, 4 եւ մամայինը մի քիչ կլորացնեմ, այս կողմն ավարտեմ։ Հետո Սերժը արդեն իր այն բանով, այդ դեբրուսայեզով, այդ խոթնձիչով կմտնի արանքները ու գնանք են բանը բերեմ, են բոթաս հակնեմ, որովհետև ահա որ քյարթապրտի է, տեսակ ոնց ընգա երեխեք, անեն ծնգա, լավա ողնաշարը չջարդեցի։ Դենց ասել մամային աշխատանքը իշիվես բանը, որ քշես կգնա, հիմա մնում է մենակ, այս ծառը մի քիչ հատ երկար եղավ, եթե տաղ Դավիթը շաբաթ օրը կգա, կասեմ սղոցով կանցկացնի։ Իրա բարձր իրա տեղերը փոխել, ասում չի չկանչեցիր, ասում չէ, քանի ուժս տեղն է, ես պիտի անեմ, բարձրել է արևին, մարդը յուրաքանչյուր տարիքում, ցանկանում է աշխատի, ոտով ձեռով, տենց է երեխեք ջան։ Դե ինչ, եկեք ձեզ թողնեմ ես և անցնեմ գործի։ Սերժն էլ անցավ աշխատանքի։ Կաշև է անում։ On va pas faire le produit. Serge, avec le produit, Javel, un truc comme ça. Hein, ça passe pas mieux? Mais ça reste vrai ça, laisse-le. Branche-moi s'il te plaît le tuyau que je nettoie les chaises.
Il est maraîcher, lui, oh. Branché? Ouais, ouais, il est maraîcher. Par contre, je sais pas. C'est quoi ça? Ah oui. C'est le béquille. Դե հիմա ես մի քիչ անցնեմ իմ գործերին, մի քիչ երաժշտություն լսեմ։ Հիմա որոշել եմ այս աթոռ սեղան, այս որ Սերժ լվացրեց կաշերով մթում, մի հատ լավ մաքրեմ, թող չորանա։ Երևի թե վաղը կանեմ, բայց սրա ոտներն ուր են։ Où ils sont les pieds de ces chaises, des tables? Ah, putain. Pas là, voilà. Coucou, Barius, Bori. Ah, կներեք մարդիկը։ Կուկու, բարև ձեզ ժողովուրդ, ջան, ինչպես եք։ Հուսով եմ, որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Ես ուզում եմ այս բարձիկները հանեմ, որ լավանան չի ստացվում, որովհետև որոշել եմ մաքրություն անել մի քիչ։ Ու չի բարձրանում, բայց ես ո՞նց պիտի անեմ, Սերժը գա հանի։ Ո՞նց պիտի արի, չգիտեմ։ Ուզում եմ հիմա առաջնահերթ մաքրեմ ամբողջ այս վարարանի կողքերը, այն սենյակը պետք է մաքրվի, ես ամբողջությամբ բյուրոս ավարտել եմ, միայն խարին պիտի բերեմ մի հատ լավ պիլասոս անեմ, տանեմ դնեմ խարին, չգիտեմ դնեմ թե չդնեմ, մտածում եմ արդեն օրերը տականում են, խարու կարիք չկա, այդ եկեք խարին հավաքեմ, հետո խարին կհավաքեմ, խարի չեմ դնի, թող մնա առանց խարի։ Բյուրոն ամբողջությամբ մաքրեցի, բյուրոնում, ինչ ասեմ, իդեալական, էլ կարիք էր զգացվում մի ահավոր ձևի, այս ամբողջ փոշին մտնում էր ստեղ, պլենդուզներով, դիվանով, լրիվ լվացրեցի, խալին հանեցի, չեմ ասում, որ ամբողջ այս դարակներս էր կարիք զգացում ու բորկայի, լրիվ դասավորեցի, հիմա մնում է միայն սա ուղարկեմ, և այսպես, սա իմ պայսակը, գնացինք դեպի անգամ հեռուստացույցով բանով, հիմա ես իմ առաջնահերթ գործողությունը սա է, և հետո նոր արդեն կանցնենք մնացած գործերին, տեսնում եք ես ամեն ինչը հիմա Անահիտը անցավ գործի, on y va, մոռացած ցույց տամ, տեսակ սա, այս տակին երեխեք, ես կոչներով եմ կպցնում, դուբլ փաս, հիմա սա այսօր պիտի հանեմ արդեն, հանում տանում դնում եմ ավտոտնակը, որովհետև ձմռան նոր բերում նորից էլի նույն տեղն ենք դնում, որ ավելի լավ լինի ու այս ամբողջ պլենդուզները տեսնում եք պիտի մաքրեմ և անգամ որոշել եմ բերեմ ներկեմ այսօր։ Նայեք երեխեք, սա լրիվ հանեցի, թափրտելով տարել եմ, հիմա հանել եմ այստեղ, կաշերով պիտի լվանամ, այս սեղանը պիտի դրվի ստեղ արդեն, Ուշեմ ահագին գործեր ունեմ, այս կանանչները պիտի կտրվի մի քիչ թեթևացնեմ, չեմ կարող ասեմ բուրկայ բանում, բայց նկարներն եմ հանել, որ մաքրեմ փոշին, ուշեմ խառն եմ ժողովուրդ ջան, դե եկեք ձեզ թողնեմ, հիմա ես սա մաքրեմ ու այս երկաթն էլ հանեմ, որպեսզի ինքը մնա միայն և միայն բուխարիկը։ Աշխատանքները շարունակվում են, տեսնում եք են պլենդուզների վրայի այդ գծերը և բերվեց սա և սա պլենտը, հիմա պիտի սա մի հատ չորացնեմ ու վերջում ներկելով կանցնեմ ամբողջ պլենտուզների ես գծեր աղեղը վրան, ինչքան մաքրես այս պեջի վարարանի վատը դայա, որ հետո պիտի մի հատ ուզում եմ այս վարարանի վրա էլ ներկեմ, դա էլ թողումնա հետո, անդադ հիմա անցնելու եմ ներկի գործերին, սիրելիներս, ահա ժողովուրդ ջան, Անահիտը չկան ձեր հացքերախ,
Եվ եկավ այստեղ։ Ես ասեցի, չէ, ես դες չեմ թողնի առանց ինձ սկսենք մեր աշխատանք։ Ես գիտեք երբ եմ ես բլենդուզները 2020 թվին եմ կարծեմ ռեմոնտ արել։ Սա իմ փակածն է։ Տեսնեմ չի փչացի, անու ցենտր շրալնի զավոդ։ Հիմա որպեսզի ես սա չլվանամ, ալարում եմ, հետո պիտի լվանաս, հետո դնես ջրի տակ։ Չէ լավ, ով ալարի ոչ դալարիշ, գնացինք ժողովուրդ ջան։ Բայց գիտեք ինչ, ես երևի բերեմ սկոչ կպցնեմ գետնին ամենաճիշտն է։ Սա չեղավ չեմ։ Դե լավ, մի վայրկյան եկեք։ Չնայած խառնելու կարիք չկար, բայց եկեք խառնենք։ Հիմա սա հագցնենք սրա վրա։ Պրոֆեսիոնալն է Անահիտոչկան, բերեցի սկոչը, հիմա սկոչը կպցնեմ հատակին, ճիշտ ասած մտածեցի այս կառուպկայի վրա դնեմ, բայց չէ, ժողովուրդ ջան, եկեք, մի հատ ես սա դտացնենք, սա դնենք վրա, և անցանք գործի սկոչաված սլինենք, ամբողջը մաշվել է, այդքան այդ վառարանի այդ բանը թողնի, հիմա ես ուղղակի մի քիչ, որպեսզի դուք էլ իմ հետ լինեք, ես ձեզ ասեցի, որ ես ձեզ առանց իմ առօրյայի չեմ թողնի, չնայած նրան, որ ես արձակուրդ եմ գնացել մի քիչ, դրա համար գնացի աշխատանքային շորերս հագած սիրելիներս և եկա, այսինք անեմ, որ լավ սենց քոքով կպցնեմ, էլի։ Գիտեք, որ պատկերացրեցի, հիշեցի, որ ես ամբողջ տունը, աստված էներգիա է տալի, ուժ է տալի քեզ, էլի, հիմա մաման մեկ-մեկ որ նայում է պատերես, ամբողջ պլենդուզները, ասում Անահիտ, ոնց ես արել դու ես քանը, ասում մամ, սուս մնա, ես չեմ արել, էդի մի հատ կերպնական ուժն է արել, որ պատկերացնում եմ, չնայած քանի տարեկան է այդ ժամանակ, 50, չքան էի, որ թիվներ, կորոնայի 21 թիվներ, կարծեմ արդեն կորոնա ընգել է, թե չէ, անո հետո ընգա 20 թիվ երեխեք, 20 թվին եմ արել ես ամեն ինչը, ամբողջ գործարաններն իմ համար էին աշխատում, էլ կահույքներ, ամեն ինչը տեղից եմ զակազ եմ տվել ինտերնետով, լրիվ, ինչ տեսնում եք։ Պեկ ինչի որ եստեղ։ Տեսակ ժողովուրդ ջան, իհարկե տեսակ մի վայրկյան։ Հարկա վրա մի տակել անել, չոտկը բերում է իրա վրա։ Ես լայն եմ գնել միշտ, նայեք հիմա, ինչի երկրորդ անգամ արեցի, որ այսենց անես, ինքը, էսա վրա կարիք չկա, վրա լավ է։ Գնացին սիրելիներս։ Եկեք հիմա խառնենք և այն լցնենք այ այստեղ։ Գնա դու այնտեղ մնա, տեսնում եք, իհարկե տեսնում եք, Աշտը դուք ուզես վերևի մասն ներկե գիտեք, բայց գիտեք ինչ վերևի մասը երևի թե կներկեմ չոտկով։ Դրանց վերևի մասի կարիք չկա, ասեմ դեզ իմացեք։
Ընկան շուտ է չորանում։ Voilà։ Գնացինք այն կողմը։ Հրաշալի աշխատանք վաղուց ռեմոնտ չի արել։ Թողնեմ մի քիչ չորանա, որ նա դες վրայից դուրս այս տակը դուրս չեկավ։ Արա։ Անո։ Թող մնա չորանա, նորից կանցնեմ։ Գնացինք այն կողմի վրա։ Արի, սկոչը վերցրեցինք և բալաբալանիցա։ Գնացինք։ Որոշեցից վերևի մասը շատ նրբորեն ներկեմ, որ պատին չկպնի, տեսնեմ կարող եմ, երեխեք ջան։ Շատ հանգիստ, այս գործը հանգիստ է սիրում։ Իմ սիրած գործն է, գիտեք չէ, եթե ռեմոնտի կարիք ունեք, զանգեք գամ։ 100%։ Կպավ պատին, տեսակ։ Պիտի պատնել ներկվիշ, որ դելա ոչինչ եկեք շատ զգուշությամբ անեմ։ Ոչ է չի լինում։ No, դժվարա։ Իսկ եթե վերևը պատնել անեմ, ինչ է կարծում, ես միջոտքն ավելի լավ է, չի։ Այո, սա ավելի հաշտ է, արվում մալադեց Անայի ջան, ես չոտքով ավելի լավ եղավ։ Պատերս է պիտի ներկեմ այս մասը էլ, այս հեջի բարարանի, սա ինձ թվում է մյուս շաբաթ ձեր հետ արդեն որ վերադառնամ։ Վերջ։ Ահա, այս երկուսը ներկել եմ, բայց տեղ մի հատ էլ գնամ անցնեմ։ Դուրս չեկա, այ այստեղ մի տեղ կա, դուրս չեկա։ Չետո մի նրավիցից ես։ Գնացինք։ Ըրսվերում եմ ակ։ Ամենաճիշտ վայրանտն է իմ համար, այս հենց քանի որ ես չեմ կարում շատ կռանամ բարձրահասակ եմ մեջքս բռնվում ան։ Voilà։ Ուր է միջոտկան։ Այ սրանով ամենահարմարը սրանով ներկելն երեխեք։ Ինքան փափուկ է։ Ուղղակի սենց ռեստավրացիա եմ անում, էլի ճոգիկ։ Իհարկե, ասանայի ճոգեցինք ասա։ Ճոգեցինք։ Այդ ճոգել բարի համար հիմա իշքան կխոսան չեք։ Տիկին ճոգել չեն ասում։ Տո բա ինչ են ասում, տո ջոգելել են ասում, ջունգլդելել են ասում։ Մտնեմ ես միջանցքն ես ինչ ձև ամաշվել։ Բայց երևի զալը կավարտեմ նոր, հա։ Թե չէ գնամ ես միջանցքով։ Ահա որ բան եղե մաշվել։ Գնացինք լավ սիրելիներս, ահա։ Ձեր Անահիտան հիմա անջատի մի հատ երաժշտություն և երաժշտության տակ անցնի գործիս։ Ահա ժողովուրդ ջան, տեսակ սկզբից հետո մի քիչ չորանա, մի հատ երկրորդն էլ կանեմ, քոչանեմ, տեսնում եք ես գիծը, լրիվ պիտի ներկվի, գնացինք։ Ահա, ավարտված է սա, որոշեցի սենց անել, որպեսզի քոչերով չկտրտեմ, ահա որ դժվար է լինում, ամենադժվարը այս քոչի մոմենտն է, կտրի հանի նորից դիր, տեսնում եք երեխեք ջան, ձեր Անահիտը պրոֆեսիոնալ նայա ջենշինը, սենց մի նայեք ես ամբողջը, երբ որ Անահիտը աշխատում է և ներք և այլն։ Ոստացել է չէ ձեզ ցույց տամ, ուրեմն այս կողմը լրիվ, ոման, մոռացել եմ լյուստրաները լվանամ, մի հատ
Գնամ այդ աստիճանը բերեմ, քանի սեղանը չեմ դրել ու գամ։ Ահա սիրելիներս, ինչպես խոստացել էի, մի քիչ իմ հետ։ Լույստրան լվացրեցի, հիմա սա կլվանամ, այս կողմը ամբողջը ավարտված է։ Դիվանը մաքրեցի, մի քիչ նստեմ, ոխ, երեխեք հələ ձեռքերս նայեք։ Вот ваша Анаидочка, ремонтчик։ Մնաց տեսնում եք, ես գետին ասենց թափել եմ, ամբողջը մաքր, հեռուստացույցը գնամ լվանամ մի հատ, մաքրեմ, դիվան առաջ եմ քաշեմ, մի հատ հետևներն էլ լրիվ ամբողջությամբ մաքրեմ, Անահիտ ու ժամանակ չունես նստելու վեր կաց, ժամը 6-ին 15-ա պակաս, ես առավոտյան ժամը 9-ից սկսել եմ, մի հատ այս նկարներն էլ իջացնեմ, փոշին հավաք մաքրեմ, սա այսպես, սա այսպես, ստեղ պետք չի պլենդուզները ներկեմ, որովհետև սրա հետևը պլենդուզ այդքան չի բանանում հետը կերծվել, այստեղ էլ ներկեցի, անենց թարմացավ երեխեք, խոհանոցնել եմ ներկել, միջանցքնել եմ ներկել, ամեն ինչը ներկում եմ, հանկարծ ով դեմս դուրս կգա պիտի ներկեմ, հետո արդեն կանցնեմ երկու հատ դուր պիտի ներկեմ։ Հովշեմ երեխեք ջան պարապ չեմ մնում, բայց ուզում եմ ձեզ մի քիչ տեղյակ պայել, թե ինչ ա անում ձեր Անահիտոչկա։ Ես էլ իմ ռեմոնտի չոտկաները։ Ասեք ձեր, ավոլոլա, ես ինչ կեղտ եմ արել ձերքերով, երեխեք էլ ասպասեք մի հատ մաքրեմ։ Եկեք մի բան ձեզ ասեմ, մարդ ես կարող է մեկը չգիտի։ Այս էսյուետուները Ֆրանսիայի բնակիչները Հայաստանի բոլորիդ մոտ եք այսենց ռուլոնները, որ մաքրում ենք եւ այլն, անձեռոցիկ այլն, եւ սրանք։ Ուրեմն, երբ որ դուք կմաքրեք օրդինատոր, ակնոց, կմաքրեք հեռուստացույց, հանկարծ սրանով չանեք երեխեք։ Սրա մեջ կա ալյումինիում։ Ինքը խազեր է անում, իսկ սրա մեջ չէ։ Իմացաք։ Ասեմ էլի։ Իմացեք։ Ձեր Անահիտի վիճակը։ Ոբշեմ աշխատանքային շորերով մի հատ ստեղ շատ աբատս նայեք։ Սենց էլ է լինում, էլի Անահիտը միայն շրթներկով եւ գեղեցիկ հագած կապած չի լինում։ Գնացինք սիրելիներս, գնացի մաքրեմ հեռուստացույցը։ Մի բան էլ ասեմ, երբ որ դուք դեռ չեք ավարտել ձեր ներկը եւ չեք ուզում ամեն անգամ լվանակ, ամեն անգամ դնեք չորացնեք, այսենց ֆիլմով, այս բանը սննդային, սննդաթաղանթով փաթաթում եք, ու ինքը իրեն թողնում եք, որ մինչև մյուս օրը ինքը չի չորանում։ Դա էլ ինձ աստյուս։ Սա այսենց թողնեմ ձեռքերս, մի քիչ հանգստանամ եւ շարունակեմ։ Ուզում եք Անահիտի դեմքը տեսնեք։ Ռեմոնտ երեխեք հանգստանամ մի քիչ։ Տանեմ Ռոբերտովիչին դնեմ պատուհանները մաքրի, այս զալը մի քիչ երկար տևեց, բյուրոս 3 ժամը, դե հանգստանալով եմ անում, ես չի որ գնացի մամայից սուրճ խմեցինք մի քիչ, միրգ կերանք, թարմացա ժամը 4-ին, հիմա զալը արդեն ամեն ինչը տակից վրից մաքրած ալ լյուստրաներով, մնում միայն եւ միայն այդ ժուրնալիստորի կմաքրեմ, Ռոբերտովիչի այդ ընթացքում մինչև պատուհանները լվանա, ես ամբողջ գետի նահատակը մաքրեմ եւ զալը ավարտված է։ Ես իհարկե սրբում եմ, բայց հետո նորից էլի կանցնեմ, դե ամեն օր լվանում եմ։ Եվ տեսնեմ ձերքերս ոնց եմ հանում, այս ներկը պարզվում է պատի ներք չի, ինքը մի քիչ յուղաներկային բան է եւ կմնա։ Բյուրոյումս ամեն ինչը նորմալ է, պլենդուզները բյուրոն ներկելու կարիք չկա, ես մի հատ վաղը կնայեմ, եթե կարիք լինի, մի հատ ստեղով է կանցնեմ, կթարմացնեմ։ Զալը ավարտեցի ժամը 7-ին, քանից նա 7-ին 10 պակաս, միայն սրանք էլ ուշ չունեմ, որ լվանամ, դրել եմ դուրսը, ձեռքերս վիճակը նայ, չգիտեմ ոնց անցնելու դա, ահա սիրելիներս, ամբողջ փոշիներով, հատակով, պատուհաններով, Ռոբերտովիչը ատկազ արեց աշխատի, օլալա, այս պյունեզներից զզվում եմ, եղք, c'est punaise, ça m'énerve, այ, տանենք դուրս, ամուսինս իր կինոն դրել բարձրաձայն,
Այ երեխեք, նենց մաքուր օդ է իմ համար մի հատ պլենդուզներն ակի կարում ներկել։ Ասեք չեմպիոն կը, ասեք աշխարհի չեմպիոն, ամեն ինչներ, միջանցքը այս մասը մաքրեցի, ներկել եմ էլի պլենդուզները շատ գեղեցիկ ձևով։ Ահա, տեսնում եք, խոստացել էի, որ քիչ-քիչ կնկարեմ ու հետո վերջում ցույց կտամ, սիրելիներս ձեզ կմիացնեմ էլի իրար։ Ոյ, անգամ սես օդն է ոնց որ մաքրվել ես փեջի վարարանի հետ։ Ինչ ասեմ, սես մաքրել եմ այն հետևով, ամեն ինչով, սարդերով, պատերով։ Այս հրաշալի տեսարանով եկեք ավարտեմ վլոգը, ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ հրաշալի օր եւ ամենակարևորը եղեք առողջ, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ասում պակա, պակա։